Դե նախ Հայաստանը ինքը պիտի զարգացնի դրոնների արտադրությունը, դրա մասին շատ են խոսում եւ մեր գիտնականները, ես գիտեմ, որ զբաղվում են այդ հարցով, առավել ակտիվ կարող են լինել, եկեք չմոռանանք, որ նույն Ուկրաինան, օրինակ 1 միլիարդ դոլարի ուրեմն համաձայնագիր ստորագրեց վերջերս Պենտագոնի հետ դրոններ տրամադրելու ԱՄՆ-ին ուղղությամբ Հայաստանը նույնպես կարող է իր ծառայությունները այս ոլորտում առաջարկել, ինչպես նաև փորձ փոխանակել իհարկե ուրեմն ԱՄՆ պես հզոր պետության, գերտերության հետ։ Դա շատ կարևոր է, բայց ես կցանկանամ, որ այդ համագործակցությունը լինի ռազմաարդյունաբերական ոլորտում բոլոր հարցերի հետ կապված պարազինությունների, նաև պաշտպանողական, գուցե հարձակվողականի հետ կապված հիմա խնդիրներ կլինեն ՀԱՊԿ անդամության հետ կապված, բայց մենք առավել պիտի խորացնենք, միայն դրոններով անօդաչու թռչող սարքերով պետք է չավարտվի այս ամենը։ Հայաստանը հիմա փխրուն իրավիճակում է, խոսենք, ես չեմ հավատում Ադրբեջանի կողմից խաղաղասիրությանը եւ Ադրբեջանի նախագահի եւ մեզ պարտադիր անհրաժեշտ է վերազինել մեր բանակը։ Սա վերաբերում է նաև փորձի փոխանակմանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին հայկական բանակի անցմանը, այդ ստանդարտներով էր Ադրբեջանը մեր դեմ պայքարում 20 թվականին, սա ոչ պակաս կարևոր է, քան ռազմական ինչ-որ զենքերի ձեռքբերումը։ Այստեղ լայն սպեկտր կա աշխատանքի, մեծ աշխատանք կա եւ ինչպես վերջերս նշեց Եվրամիությունում պաշտպանության ոլորտի հանձնակատար նոր պաշտոն է ստեղծվել հանձնակատարը, մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի, այսինքն այսօր երբ աշխարհում բոլոր կենտրոնները նույնիսկ խաղաղասեր Եվրոպան մտածում են պատերազմի մասին, Հայաստանը որևէ կերպ չի ցանկանում այդ պատերազմը, երբևիցե ագրեսոր պետություն չի եղել, բայց մենք պիտի ցանկացած սցենարի պատրաստ լինենք։